Շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանից ստեղծված հարաբերությունը անհրաժեշտ է դարձնում ոչ միայն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, այլև իրականացնել որոշակի փոփոխություն համանախագահների կազմում։ Մասնավորապես նկատում եմ Ռուսաստանի մասնակցության հարցը։ Քանի դեռ Ռուսաստանը Մինսկի խմբում որոշիչ մասնակցություն ունի, Ղարաբաղի հարցը երբեք արդարացի լուծում չի ստանա։ Ինչպես գիտենք, Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնվել Ռուսաստանի կողմից 1920 օգոստոսի 24-ի ռուս-թուրքական նախաստորագրված համաձայնագրով, ինչը պաշտոնապես վավերացվեց և գործադրվեց 21 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով։ Անտեղյակների համար նշեմ, որ այդ պայմանագիրը գործում է առ այսօր և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներից միակն է, ով Թուրքիայի առաջ պարտավորված է Ղարաբաղի խնդիրը լուծել ու օգուտ Ադրբեջանին։ Հիշեցնեմ նաև, որ Ելցին ու Սուլեյման Դեմիրելը 1996 թվականի Մոսկվայում նշեցին ռուս-թուրքական այդ պայմանագրի 70-ամյակը, շեշտելով իրենց հավատարմությունը պայմանագրին։ Նույնը տեղի ունեցավ 2011 թվականին, երբ Մեդվեդևն ու Էրդողանը դարձան Մոսկվայում, նշեցին այդ պայմանագրի 90-ամյակը։ Քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել ռուս-թուրքական այդ պայմանագրից, ապա իրավունք չունի Մինսկի խմբում հանդես գալ որպես հաշտարակ։ Ռուսաստանը Մինսկի խմբում չի կարող հանդես գալ ոչ միայն չեզով, անկողմնակալ դիրքերից, այլև ամեն կերպ ձգտելու է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Ես չեմ կարող ենթադրել, թե որքան արդարացի կլինեն Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները Ղարաբաղի հարցում, բայց միանշանակ կարող եմ պնդել, որ Ռուսաստանը հանդես է գալիս միայն Ադրբեջանի օգտին, առաջնորդվելով 21 թվականի ռուս-թուրքական պայմանագրով ստանձնած պարտավորություններով։ Փաստորեն կարելի է պնդել, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկը հենց Թուրքիան է, իսկ Ռուսաստանը այդ խմբում հանդիսանում է ընդամենը որպես Թուրքիայի շահերի ու տեսակետների խոսափող։ Սա նկատի ունեմ, եթե ինքը մասնակցում է պարտավորություններով 21 թվականի ու առաջնորդվում է ռուս-թուրքական պայմանագրի կետերով, տեղյական չի։ Այդ պայմանագիրը ներկայացնում է մի կողմը Ռուսաստանը, թե մյուս կողմը Թուրքիան, առաջնորդվել է Լենին-Քեբալ պայմանագրով։ Դրա համար նույն Թուրքիան կամ Ռուսաստանը ստեղծան նույն սիտուացիան է, որտեղ նա կաշկանդված է այդ պայմանագրով հանդես գալու։ Այս ամենը շատ լավ հասկանում են Հայաստանի իշխանությունները, բայց դեռ են, քանի որ Մոսկվայի դրածոներ են։ Եթե Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը դեռ իրենց ավարտված դավաճաններ չեն համարում, ապա պետք է ԵԱՀԿ-ից պահանջեն, որպեսզի Ռուսաստանը որպես կողմնակալ և շահագրգիռ երկիր հեռացվի Մինսկի խմբի համանախագահների կազմից։ Ռուսաստանի փոխարեն թող լինի միայն եվրոպական երկիր։ Նաև կարծում եմ, որ այսօր շատ հարմար է, որպեսզի Սերժ Սարգսյանը Սոչիում Պուտինի ներկայացնի Ռուսաստանի մասնակցության աննպատակահարմարության հարցը վերենշված պատճառներով և հանձնարար Էդվարդ Նալբանդյանի համապատասխան փաստաթղթերի նախապատրաստումը Ռուսաստանի որպես շահագրգիռ և կողմնակալ երկրի Մինսկի խմբից հեռացնելու համար։ Ու նաև ուզում եմ ավելացնել բանավոր մի քանի խոսք, որ Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը ու նմանները հույս չունենան, թե 1920 թվականին հայ դավաճանները երբ որ ծախեցին Նախիջևանը, Ղարաբաղը կամ Ղարսի ու Արտանի մարզերը թուրքերին, ադրբեջանցիներին, ռուսներին հանձնարարությամբ ու մնացին անպատիժ, նույնիսկ կայսրության մեջ Նիկոլաները դաժե բարձր պաշտոն ստացան, դոսրանք այդ հույսը չունենան, թե իրանք այդ ծախելով Հայաստանը վաղ այդ ձևի ճակատագիր է ունենալու, որպես դավաճան բարձր պաշտոն է ունենալու։ Ուստի մի հատ նկատություն կա, որ ուզում եմ հիշեցնեմ։ Այն ժամանակ ռուսական կայսրությունը նոր իդեոլոգիա էր որդեգրել, որը կոչվում էր կոմունիստական, ինքը համաշխարհային հզոր քաղաքակրթական գաղափարախոսություն էր, որը համախմբող պրոցես էր իր մեջ իրականացնում։ Ի տարբերություն այսօրվա Ռուսաստանի, որը կազմակերպվող, կազմաքանվող գործընթաց ունի և ռուսական կայսրությունը անխուսափելի են գնում պարտության կործանման ու դավաճանները Սերժն ու մյուսները պատժվելու են նրանց, ոնց որ Միլոշևիչը, Ռադովան Կարաջիչը կամ գեներալ Մլադիչը Ռուսաստանի վրա հույս ունենալով հայտնվեցին Հագայի դատարանում կամ Քադաֆին, որը ավելի վատ ճակատագիրի արժանացավ, ուզեմ ասեմ, որ Սերժեն թող հույս չունենան, թե Նիկոլայի ճակատագիրը իրանց սպասում է, իրանց սպասում է Միլոշևիչի ճակատագիրը, ու որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ես ինչ նկատի ունեմ, երբ որ ասեմ 20-րդ դարի Ռուսաստանը այլ պրոցեսի մեջ է, 21-րդ դարի Ռուսաստանը այլ, ես կարամ դաժե խորհրդամ պետան Ռոբերտ Քոչարյանին հարցնեն, Քոչարյանը իրենց շատ լավ կբացատրի, որտեղ Քոչարյանը մի առիթով խոսելով Լևոնի շարժման մասին, ասում էր, որ այն ժամանակ մի շարժում հաջողության հասավ, որովհետև պետության համակարգի քայքայման գործընթացը նպաստում էր դրան։
պետության ամբացման գործընթացում նման պրոցես չի կարող լինել։ Ու կարծում եմ, որ այսօր ռուսական այն ժամանակվա կոմունիստական հզոր կայսրության ձևավորման պրոցեսը հեչ էլ նման չի այսօրվա Ռուսաստանի քայքայման պրոցեսին, եթե չեն հասկանում Սերժեն, то это Քոչարյանը իրաց կոշկիքը բացատրի։ Ու նաև սա վերաբերում է եւ Քոչարյանին։ Ինչ որ ասած։ Մյուս հայտարարությունները